Բարև ձեզ։ Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների մասին այսօր խոսելու ենք Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Սիրով։ Նախ ինչպես է գնահատում Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը, Փաշինյան-Պուտին հանդիպումը Հայաստանի, այսպես ասած, բազմավեկտորության քաղաքականության համատեքստում։ Իրոք տեսակ պարադոքսալ պատկեր է ուրվագծվում։ Փաշինյանը գնում է Եվրոպական միություն, խոսում է հիբրիդային պատերազմի մասին, ակնհայտ է, չէ՞, որ հիբրիդային պատերազմը Բուրկինա Ֆասոն ըստ Փաշինյանի չի մղում Հայաստանի դեմ եւ ոչ էլ, չգիտեմ, Կոտ դ'Իվուար եւ դիմում է Եվրոպական միությունից հիբրիդային պատերազմում իրեն աջակցելու խնդրանքով։ Հստակ մեջբերվում է Մոլդովայի օրինակը, իսկ Մոլդովան հիբրիդային պատերազմ էր վարում գոնեստ արևմտյան շրջանակների Ռուսաստանի դեմ եւ խնդրում է աջակցություն եւ հետո գնում է իր հետ հիբրիդային պատերազմի ըստ իրենց հիբրիդային պատերազմի մեջ գտնվող երկրի ղեկավարի հետ գրկախառնություն, այն մեղրից քաղցր խոսքերով, խոստումներով, քննարկումներով, դրական պոզիտիվ ինչ որ գոնե հրապարակային ելույթներով։ Այս ռիսկային քաղաքականությունը արտաքին, լավ, մեկին մի բան ես խոստանում, մյուսին ուրիշ բան ես խոստանում, բավականին վտանգներով է հղի։ Մենք միշտ հանդես ենք եկել կոմպլեմենտար, բալանսավորված, ազնիվ հարաբերությունների օգտին բոլոր գործընկերների հետ, որովհետև մենք հասկանում ենք, որ որքան էլ այսօր Եվրոպական միություն, Ռուսաստան հարաբերությունները լարված են, այս տարածաշրջանում այդ աշխարհաքաղաքական կենտրոնները նաև ընդհանուր շահեր ունեն։ Օրինակ, չգիտեմ, Ադրբեջանի թրփոշացումը, չեմ կարծում, թե շատերին այդքան ուրախացնում է, կամ Թուրքիայի ձեռնոց նետելը միջազգային հանրությանը։ Կարծում եմ, կան երկրներ, որոնք անկախ նրանից, որ իրար հետ հակամարտության մեջ են, այս հարցում կարող են ընդհանուր եզր ունենալ։ Եվ ստեղ այս Փաշինյանի պայմանական ասած, որ ասում են խելոք գառը 7-ը մորից է կաթ խմում, այս քաղաքականությունը կարող է պրոբլեմատիկ լինել, որովհետև երբ Փաշինյանը սկսեց Եվրամիության մասին ավելի բարձր խոսել, Ռուսաստանից եկավ արձագանք, չես կարող միաժամանակ երկու միության կազմում լինել, այսինքն եթե դու ասում ես մեր նպատակը ԵՄ անդամն է, մեր նպատակը ԵԱՏՄ-ից դուրս գալը չի, ԵԱՏՄ-ից ասում են դու ես քաղաքի ամենախելոք տղեն չես, միաժամանակ չես կարող լինել։ Եվրոպացիները մյուս կողմից ճիշտ է չեն ասում, որ դու միացիր հակա ռուսական սանկցիաներին, բայց ակնկալում են շատ ավելի սերտ համագործակցություն նաև այդ ուղղությամբ։ Իսկ Պուտինի հայտարարությունները ինչի մասին են վկայում։ Դուք նկատի ունեք տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին։ Գիտեք, եթե ուզում ես երկրների երկարաժամկետ քաղաքական նպատակների մասին պատկերացում կազմես, նայր ենթակառուցվածքային ներդրումներին։ Հիմա Ռուսաստանը վերջի տարիներին տեսեք այդ Վոլգադոնսկի ջրանցքի անցանելիությունն է մեծացնում։ Մի քանի ամիս առաջ, շատ ասեց, երևի մի ամիս առաջ, ամիս ու կես առաջ Ռուսաստանը առաջի անգամ երկաթգծային եւ լաստանավային հաղորդակցություն ունեցավ Իրանի հետ շրջանցելով Ադրբեջանը։ Ռուսաստանի նպատակներից էր նաեւ Հայաստանի հարավով անցնող ճանապարհը։ Վերջը չմոռանանք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կնքվել է ռուսական միջնորդությամբ եւ պատերազմը դադարեցվել ռուսական միջնորդությամբ, իսկ միջնորդը որոշակի շահ պետք է ունենա, այլապես անշար գլուխի ինչի պիտի շարի տակ դնի։ Այսինքն ստեղ Ռուսաստանի ենթակառուցվածքային հետաքրքրությունները շատ ակնառու են։ Հիմա Փաշինյանը նախորդ մինչև դեռ գնալը դեռ խոսել էր, որ մենք մեր ռուս գործընկերների հետ խոսել ենք երաս սահման եւ հյուսիսային ճանապարհի վերականգնման եւ ներդրումների մասին։ Հիշեցնեմ, որ հարավկովկասյան երկաթուղիները կոնցեսիոներներ են, իրենք կառավարում են երկաթուղին։ Ես վստահ չեմ, որ պայմանագրի մեջ կա, որ իրանք պետք է ներդրում կատարեն, կառուցեն, բայց այդ երկու երկաթուղիների մասին մենք խոսում ենք
Մանավանդ հյուսիսային երկաթուղու մասին ես խոսել եմ դեռևս 2001 թվականի տարեվերջին, երբ Նիկոլ Փաշինյանը առաջի անգամ ասաց գնում ենք դեպի խաղաղություն եւ Հայաստանը դառնալու է տրանզիտային կենտրոն։ Այս հարավային ճանապարհը քեզ տրանզիտային կենտրոն չի դարձնում։ Հյուսիսը կարող է դարձնի, ու կենտրոն ամեն դեպքում եկեք մի քիչ մեղմենք մեր ամբիցիաները, բայց դա կարող է մեղմել քո շրջափակումը։ Նախ դու դրանով կարելի մոտ ես գտնվում քո հիմնական ապրանքային շուկաներին, երկրորդը եթե այս իշխանությունները հույս ունեն, որի դեպ պետք անել վատ գաղափար չի, որ միջին միջանցքի, այսինքն Չինաստանից Եվրոպա տանող երկաթուղու մի ճյուղել Հայաստանով կարող է անցնի կամ ուզում են որ անցնի, այդ դեպքում զուտ աշխարհագրորեն որ նայում ենք, տեսնում ենք, որ հյուսիսային ճանապարհը նկատի ունեմ Իջևան, Ղազախ ճանապարհը զուտ աշխարհագրորեն շատ ավելի լավ վիճակում է գտնում։ Այս հարցը պարբերաբար են բարձրացրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հարցումներ են ուղարկել, չեն պատասխանել ցրողական պատասխան, լավ մի կողմից Փաշինյանն ասում մենք դառնում ենք տարանցիկ կենտրոն, բայց ասեմ հաշվարկները ներկայացրեք, ասում են դա դեռ չունենք։ Բանը ասավ նրան, որ Փաշինյանին ես ուղիղ հարցրեցի ազգային ժողովում, ինքն էլ ինձ մի հատ ֆայլ ուղարկեց հենց ազգային ժողովի դահլիճից, ես էլ իրան գրեցի, որ սա այն չի, որ ես հարցրել եմ։ Դա մենք միշտ ենք այդ հարցը բարձրացրել։ Ավելին ասեմ, այս տարվա բյուջետային քննարկումների ժամանակ եմ ասել, ասեմ, եթե չլինի Երասխ Նախիջևանի սահման ճանապարհը եւ հյուսիսային ճանապարհը, սուտ այս հեքիաթները, որը դուք ներկայացնում եք, հարցել եմ բյուջեում գումար կա, թե չի, ասել է չկա։ Բայց փոխարենը Փաշինյանը հայտարարել է, որ այս չրիփ ասացի շինարարությունը պետք է սկսի 26 թվականի երկրորդ կիսամյակում։ Հնարավոր է համարում, որ թրիփին զուգահեռ Հայաստանում ձևավորվի մի երթուղի, որը կլինի ռուս-հայկական փաթեթավորմամբ, որը ռուսները չեն թաքցնում իրենց շահագրգռվածությունը, ավելին բազմաթիվ անգամներ ասել են, որ Հայաստանի երկաթուղիները ռուսական կողմն է կառավարում, հայկական կողմից պատասխան եղավ խոսը գնում է գործող երկաթուղու մասին, այլ ոչ թե նրա մասին, որը կառուցված չի։ Հիմա սենց ասում են, վստահաբար ուզում են եվրոպացիներին կամ ամերիկացիներին բավարարեն, բայց մյուս կողմից ասում են ռուսներին խնդրել են, որ սկսեն շինարարությունը։ Այ վերադառնալով առաջի հարցին, հենց էս է, էլի բոլորին խաբելով մի օր կարող է շատ ծանր վիճակում հայտնվես, բայց այն որ մենք պետք է մեր երկաթուղիային եւ ընդհանրապես կոմունիկացիոն ցանցը հարստացնենք, ակնհայտ է։ Դեպի Վրաստան գնացող ճանապարհը։ Տեսեք, Աբխազիայում հիմա բավականին լուրջ ներդրումներ են կատարվում։ Այսինքն դա նշանակում է, որ Սուխում Թբիլիսի ճանապարհը երկաթգիծը մի օր բացվելու է։ Այսինքն եթե այդ երկաթգիծը բացի, պատկերացրեք, չէ Աստանը, Երևանից ուղիղ ասում ես Ռուսաստան, հետո էլ Ռուսաստանից արևմուտք կարևել ուզում ես գնաս։ Գնա ամենալավ ճանապարհն է բացվում։ Մյուս խնդիրը դեպի Իրանի ճանապարհը։ Ինչն է խանգարում, որ այս իշխանությունները մատը մատին խփեին եւ շինարարությունը սկսեին։ Վերջը չմոռանանք, որ 2007 թվականի տարեվերջին, դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, նախագահներ Քոչարյանը եւ Ահմադինեժադը մտադրությունների հուշագիր ստորագրեցին երկաթուղին կառուցելու։ Ուղղակի 2008-ին սկսեց ռուս-վրացական պատերազմը եւ ամեն ինչը բնականաբար կասեցվեց, բայց հիմա ռուս-վրացական ջերմացման պայմաններում այդ հարցը չբարձրացնելը ուղղակի ազգային շահերի դեմ դավաճանություն է։ Համ կապում ես հյուսիս-հարավը իրական, համ էլ նույնիսկ Իրան ես դուրս գալու։ Իսկ Իրանի ճանապարհն է, Իրանը Իրանից էլ դեպի Չինաստան եւ Չինաստանից բացի նաեւ արաբական ծոց ես դուրս գալիս, չէ՞, գնում ես դեպի Իրաք, հետո մինչեւ Պարսից ծոց, մինչեւ Օման երկաթուղի է դուրս գալիս։ Չինաստան-Հնդկաստանի ճանապարհը մյուս կողմից։ Այսինքն պետք է հասկանանք, որ հեռանկարային երկարաժամկետ ծրագրերով կարող ես նպաստել Հայաստանի շրջափակումից դուրս գալուն եւ տնտեսական աճին։ Այլապես մենակ այդ օգոստոսի 8-ի թուղթը շատ սահմանափակ, խիստ սահմանափակ հնարավորություններ են ձեռնում։ Դու Ադրբեջանին տալիս ես միջանցք, թուրքերին տալիս ես միջանցք, որովհետեւ անխոչնդոտ երթևեկություն։ Ասում ենք ինչ է նշանակում անխոչնդոտ։ Նշանակում է, եթե իրանք ասում են դե բոլոր ճանապարհներն են անխոչնդոտ են, եթե բոլորն են անխոչնդոտ են, ուրեմն այդ բառը իմաստ չունի գրելու։ Բայց ակնհայտ է, չէ, որ այդ ճանապարհի վրա այլ իրավական ռեժիմ է գործելու, քան թե M1 ճանապարհի վրա։ Ինչ է կարծում ուկրաինական պատերազմը ավարտելուց կամ դադարելուց հետո ինչ կլինի Ադրբեջանի հետ։
Ընդհանրապես Հարավային Կովկասում Ռուսաստանի գործողությունների մասին ինչ կասեք։ Շատ դժվար է այդ հարցին այսօր պատասխանել։ Գիտեք, այնքան սցենարներ կարող եմ հիմա նկարագրել, այսօր սկսեմ, վաղը չեմ ասորը չենք վերջանա։ Նախ ինչպես կկարգավորվի, այսօր առավոտյան որոշ լրատվամիջոցներ տարածեցին իբրև թե Զելենսկին բացահայտել այդ 20 կետերը։ Մյուս հարցը իսկ հետո էլ ինչ կստեղծվի։ Հիմա Բալթյան տարածաշրջանում շատ հնարավոր է, որ ռուսների համար փորձեն գլխացավանք ստեղծել եւ միգուցե դա մեղմելու համար է, որ Արկտիկայի տարածաշրջանում ռուսները փորձում են ամերիկացիների հետ համագործակցել։ Մյուս խնդիրը Հայաստանի հարավն է, հիմա ամերիկացիների ինչին էր պետք։ Հիմա ակնհայտ է, չէ, որ միայն ՆԱՏՕ-ի ելքը դեպի Ռուսաստանի հարավ ապահովելը չի եւ միայն Իրանին վերահսկելը չի, նաեւ տնտեսական շահ կա։ Վերջո Սյունիքում է գտնվում մոլիբդենի 8%-ը։ Կարծում եք Միացյալ Նահանգները հետաքրքրված է։ Անկասկած, չեմ կարծում, վստահ եմ։ Եվ հավանաբար այդ հետաքրքրվածությունը մեղմելու նպատակով Պուտինը մի քանի օր առաջ հայտարարեց, որ իրանք Վենեսուելային պատրաստ են օգնելու։ Հնարավոր է, որտեղ գիտեք, ի տարբերություն փոքր երկրների, մեր նման որ sense խոշորացույցով նայում են քարտեզին, ասում են, այս փոքրիկ գելույստը, այս 250 մետրը մեծ նշանակություն ունի մեր համար։ Բայց խոշոր երկրները իրան գլոբուսն են պտտում։ Եվ ակնհայտ է, որ կողմերից մեկը կարող է ինչ-որ զիջում անի այս տարածաշրջանում, մյուսը զիջում անի Հարավային Ամերիկայում կամ Հեռավոր Արևելքում, Հնդկաչինում։ Այս ամենի համատեքստում ուշագրավ է, որ եկող տարվա մայիսին Հայաստանում, Երևանում անցկացվելու է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ հաշվի առնելով, թե երբ է ձևավորվել այդ հարթակը, առնվազն տարակուսելի է, որ մենք գտնում ենք անվտանգային մեկ այլ միջավայրում, բայց այստեղ Երևանում ընդունում ենք նման գագաթնաժողով։ Եվ մի բան էլ 2 տարի հետո, առնվազն 2028-ին, եթե չեմ սխալվում, Ադրբեջանը այդ նույն հարթակը ընդունելու է Բաքվում։ Կարծեմ հաջորդ տարի էլ Ադրբեջանն է։ Հաջորդ տարի, կամ 6 ամիս հետո։ Հաջորդը լինելու է Ադրբեջան։ Ամեն դեպքում, Սա ակնհայտ է, այսինքն կա Եվրոպա կամ եվրոպական որոշ երկրներ կամ Եվրամիությունը որպես ինստիտուտ հակամարտությունը Ռուսաստանի հետ եւ Հայաստանը նույնիսկ եթե մի փոքր գլխացավանք պատճառի Ռուսաստանին Եվրամիության որոշ կամ այսօրվա establishment-ի համար միգուցե ոչ թե միգուցե դրական երևույթ է այս խնդիրն է եղել, այսինքն մանր-մունր խնդիրներ ստեղծելը, սա է։ Մենք օրակարգում ենք այդ հարթակում, ես դա եմ ուզում հասկանալ։ Կախված է նրանից, թե ինչ օրակարգի է շրջանառվում։ Հիմա եթե դու փորձում ես համատեղել քո շահերը, կոմպլեմենտար փոխլրացնող քաղաքականություն վարես, մի այլ խնդիր է։ Եթե դու փորձում ես հակասությունների վրա խաղալ եւ տարբեր պարտավորություններ ստանձնել, այսա արդեն ռիսկային է, որովհետեւ կրկնում եմ, ռուսները վաղ թե ուշ ասել են կողմնորոշվի, եվրոպացիներն ասում են գիտես, հենց հնարավոր չի Եվրոպան Ռուսաստանի հետ հակասության, հակամարտության մեջ է, բա դու ինչ ես ուզում անես, որպեսզի ցույց տաս, որ հավատարիմ ես մեջ։ Հիմա ակնհայտ է, չէ, որ Եվրոպայում դռները բաց չեն սպասում, որ Հայաստանին ընդունեն Եվրամիություն։ Թուրքիան 40 տարից ավել է դրանը կապած է, բայց գրկապած չեն սպասում, բայց կարելի ասել ուղղակիորեն ներգրավված են մեր երկրի ներքին քաղաքականության մեջ։ Դե տեսեք ցանկացած հատկապես վերազգային կառույցի եւ առաջիկա ընտրությունների մասով Եվրոպայի հետաքրքրվածությունը մենք տեսնում ենք։ Դե շրջանը փակվեց, էլի, այսինքն նույնիսկ հիբրիդային պատերազմի Հայաստանն է դիմել Եվրոպային աջակցության համար, թե Եվրոպան ինքն է ուզում, որ այստեղ Փաշինյանը վստահաբար դիմել է, որովհետեւ ինքը հասկանում է, որ ներսում իր հեղինակությունը այնքան ցածր է, որ իր վարչական ռեսուրսը, իր լրատվամիջոցները, իր հանրային լրատվամիջոցները, ծրագրերը, որոնց տնտեսական արդյունավետությունը վիճելի է, բայց փոխարենը աչքը տեսնում է, այդ ամեն ինչը բավարար չեն ընտրություններին հաղթելու համար եւ փորձում է դրսի աջակցությունը ստանալ։ Սա է իրականությունը եւ քանի որ ելի եմ ասում նույն արևմուտքին կամ եվրոպական միության որոշ երկրներին
ովքեր գտնվում են Ռուսաստանի հետ ուղիղ հակասության մեջ, ձեռնտու է ունենալ մի իշխանություն, որը ճմկտում է, փորձում է ինչ-որ գլխացավանք ստեղծել, իրանք ուզում են պայել, սա է ամբողջ խնդիրը։ Մանավանդ, որ այստեղի իշխանություններն էլ ուր գնում նստում են, ասում են ընդդիմությունը ռուսամետ։ Ընդդիմությունը ռուսամետ է, բայց Փաշինյանը այս վերջի 2 տարվա ընթացքում կարծեմ 10 անգամ Մոսկվա գնացել։ Եվ ինքը իրան Մարիա Սանդուի հետ թող չհամեմատվի, էլ Մարիա Սանդուի պահվածքը եւ իր։ Եթե ամփոփենք 2026 արտաքին ինչ քաղաքական օրակարգով ենք մտնում։ Որվա իշխանությունների օրակարգը արտաքին քաղաքական մեկն է։ Ամեն ինչ զիջել իշխանությունը պահելու համար։ Զիջել ադրբեջանցիներին ամեն ինչ, զիջել Թուրքիային ամեն ինչ, որովհետև առաջիկայում սպասենք էլի զիջումների։ Առաջիկայում սպասենք էլի զիջումների եւ առաջիկայում սպասենք ժեստերի սիմվոլիկ ինչ-որ գետնի վրա ոչինչ չփոխող, բայց սիմվոլիկ ժեստերի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Օրինակ ես մի բուր նավթը որ եկավ, ցորենը որ եկավ Ադրբեջանից, դա ինչա՞ չէ, հասկանում են ադրբեջանցիները, որ դրանով իրենք Նիկոլ Փաշինյանի դիրքերն են հզորացնում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչում ձախողվել է, տնտեսական քաղաքականությունը ձախողվել է, արդյունաբերականը ձախողվել է, գյուղատնտեսականը ձախողվել է, սպորտային քաղաքականությունը ձախողվել է, ասում են, բայց մենք մի մեծ ուրեմն խնդիր էինք դրել Հայաստանը տանել խաղաղության։ Այ տեսեք, մենք խաղաղություն ենք բերել եւ Ադրբեջանը այս մուրացիկին տրված մանրուքներով փորձում է ցույց տալ, ասենք իր օգտին է, իր ջրաղացին է ջուր լցնում։ Էրդողանը վերջերս էր հայտարարել, որ մենք սիմվոլիկ ժեստեր կանենք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը դա է՝ զիջել Թուրքիային, զիջել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը եւ Թուրքիան ասեն, որ հա տեսեք մենք խաղաղություն ունենք Հայաստանի հետ։ Սա է։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում ենք Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների մասին Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։ Տեսություն։